Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդմանը անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի նկարները կամ ID քարտի նկարները, ID քարտը երկու կողմից, անձնագիրը նկարի էջը եւ վերջում եթե գրանցում կա, գրանցման էջը։ Հարգելի հետևորդներ, հիշեք, որ կարող են մեր կուսակցությանը գրանցվել այն մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ 18 տարի լրացած է, անկախ նրանից, որ երկրում են ապրում, երկխաղացիությունը թե չէ։ Կարևորը հայկական անձնագրի առկայությունն է։ Հակառակ դեպքում, եթե փորձեք, մարդիկ ասում են կարող եմ Ռուսաստանի, Եվրոպայի անձնագրով կուսակցության անդամագրվեմ, դա մեր համար խնդրեմ չի, դա խնդրեմ է լինելու հետագայում ձեր համար, ձեր երկրում։ Պարզը, որ ոնց եք դուք մեր երկրի անձնագրով գրանցվել Հայաստանում կուսակցության։ Ընդհանրապես սա ուրիշ բան չհասկանամ։ Ես ամեն պատմությունը սկսելուց ամեն ինչի մասին վերլուծելուց սկսում եմ հիմնականում շատ բացատրել, մարդիկ կան էլի չեն հասկանում, ոչինչ, ես էլի կբացատրեմ։ Հարգելիներս, ինչ ես ներկայացնում եմ, նախ ճշտված տվյալներ եմ ներկայացնում։ Ես կյանքում ոչ մեկի խոսքը չեմ ներկայացնում կողքից, որը դուք տեսնում եք հաջորդիվ ամեն օր տեղի ունեցող դեպքերով։ Պարզը։ Հիմա ասում, նախ ամենաառաջինը ասեմ, որ այսօր մենք մեր Telegram-ի հյուր ենք հրավիրել Աշոտ Ղարագյոսյանին, Հայաստանի Հանրապետություն թերթի գլխավոր խմբագրին։ Մենք ունենք մի շարք հարցեր Հայաստանի Հանրապետություն թերթի գլխավոր խմբագրին, քանի որ այս թերթը եղել է պետականամետ, ոչ թե Նիկոլամետ, Հայաստանի Հանրապետության հայազգի պետության օգուտ տվող եւ թերթը անակնկալ փակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մենք այդ հարցերը կճշտենք ինչի համար հենց այդ թերթը փակվեց, հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը բավական երկար ժամանակ, եթե չեմ սխալվում, պարոն Ղարագյոսյանը կասի ինձ, մոտավորապես երևի մի 35 տարի է, եթե ոչ 40, այդպես գոյություն ունի, շատ 91-2 թիվ, ինչ որ է։ Բոլոր հարցերին երեկոյան 22:00-ին մեր Telegram-ի ալիքովից ովքեր կցանկանան հաջորդ օրը մենք գցելու ենք մեկ YouTube, գնայեք հարց ու պատասխանը։ Իմիջիալից հիշեցնեմ, ովքեր մտնում են Telegram, ձեր VC3 մորքուրի նշակ, 2 զույգ, ես իմ երկվորյակ բան նշաններով մի մտեք ձեր անուն ազգանունով եւ ձեր նկարով։ Հետո ես մեկը ստուգելու եմ, չեղավ, հանում եմ բարբերաբար։ Այդպես որ լիներ, էջի հիմա դարել էր ուրիշյան ռուսամերձ չաթերի նման 300,000 մարդ, ես մոտավորապես 1800 մարդ արդեն էջից հեռացրել եմ, որի մոտ գրված է։ Խնդրում եմ բարի եղեք, ընդունեք էջի պայմանները, թե չէ մարդիկ ասում, ահ, բերերեսս չեմ ուզում ցույց տամ։ Ուրեմն դու արդեն կեղտոտ մտքով ես մտել։ Ինչի պիտի ցույց չտաս, որ ես տեսնեմ քո նկարը դու ես, թե տեղի մի հատ թուրքա կամ ես իմով։ Ինչի ձեզ թվում է վատ թուրքի հայերեն խոսացողներ կան։ Էջից տակ հազարավոր գովեստներ, գրված է հայերեն, ես բացում եմ, գտնում եմ, նամակներով եւ այլն գալիս է Ադրբեջանից։ Անցնենք հաղորդման, այսօրվա հաղորդումը կոչելու եմ բացահայտում, որտեղ այսօր միայն բացահայտումներ եմ ցույց տալու, սահմռկեցուցիչ բացահայտումներ, որը բոլորի համար կլինի, ոչ թե կարող է անակնկալ լինի, կարող է չլինի, սա արդեն ձեր գործն է, բայց ես իրավունք ունեմ ասելու, որ սենց այլանդակություն, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության մեջ, որի հիմնական գլխավոր ղեկավարները բնականաբար այս հարցով ամենաշատը Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյանն են բնականաբար իրար այդ եղբայրության, կասեն Քոչանի տելնատելում, բնավ իմ համար Հայաստանի Հանրապետության թշնամի են, դավաճան են, ծախու են, թուրքի լամուկ են Քոչարյան, Սերժ, Լևոն եւ Նիկոլը։ Պարզա, նենց որ ուղղակի այս երկու հատը վերջին Քոչարյանական սերժական TV մասն է, ես չեմ ասում Քոչանը ամեղը այնտեղ եւ այլն, բայց կոնկրետ Սերժի կադրին։ Ուրեմն Եվրոդատանի փաստաթղթերը եկել է ժողովուրդ ջան։ Հենց հիմա ունեմ փաստաթուղթը, կարող եմ մոտիկացնել, հետո դուք էկրանից կարող եք մոտիկացնել վիդեոյով եւ ցույց տալ։ Սա Եվրոդատանի որոշումն է, որը գրված է դիմումը Արմեն Բիլյան եւ հեսա մեծացնեմ Պավլիկ Մանուկյան, սպասեք ժողովուրդ ջան, մեծացնեմ փաստաթուղթը տեսեք։ Բիլյան und Մանուկյան Արմենիան, խնդրեմ։ Ահա։ Կարաք նայեք, չգիտեմ երևում է թե չէ, մոտից ոնց որ երևում է։ Մի խոսքով Եվրոդատարան, հեսա թուղթը, կնքած թուղթը,
որը Եվրոդատարանում ցուցադրաբար Եվրոդատարանում տված նամակները, ինչպես is տեղեկացրել է նաև Փոստանջյանը, Տիկին Փոստանջյանն զբաղվեց գործով, նամակները ամեն ինչը 6 կիլանոց փաթեթներից հանվում է։ Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված Արևիկ Ստեփանյան, որը հանդիսանում է Նիկոլա Սերժա, այն Կարեն Անդրեասյանի ընկերուհին, թե ուրիշ ինչը չգիտեմ, կարող է ընկերը հենց Արևիկն է ընկերը, Կարենն է ընկերուհին, ամեն ինչ չի բացառվում։ Եվ Արա Շահզադյան, պատկերացնեք, Արա Շահզադյան։ Այո, արդեն երկիրը թուրքական Շարմազալով, Շարամանյան, Շահզադյան ազգանուններից Սերժի կռուկի մենք չենք բրսում, որոնք այնտեղ դասավորում են փաստաթղթերը, որը պետք է ներկայացվի Եվրոպական դատարան, եւ ինչը պետք է միջից հանում են, այդ թվում նաեւ գործերի ժամանակավոր ձգում են տվել Զարուհի Փոստանջյանը եւ ամուսնու, որոնց ապօրինաբար 24 ժամ ձերբակալած են պահել կոവിഡ്ի ժամանակ, էլ չասեմ, որ մնացած հարցերը սա տեղեկացրել է Տիկին Փոստանջյանը։ Ուրեմն այս փաստաթղթերի մեջ, որի վրա գրած է Պավլիկ Մանուկյան եւ Վիլյան, ցույց տվեցի, այս թղթերը հանում են մինչեւ դատանի ժամկետը անցնում է, ինադու մախինացիային ամ չեն տալիս, բնականա դատանը ընթացք չի տալիս այս գործերին։ Դիմում են ասма ձեր կողմից նամակ չի եկել։ Սրանց հետ նաեւ արանքը փախցրեցին Եղիշիկին, չծառայած Եղիշիկին, որի մասին շատ եմ խոսել Եղիշիի, որ նստած է դատանի, Սերժը փախցրեց, որ այդ մի հետքը վերացնի։ Հիմա տեսեք, Նիկոլն այս կոմունիկացիայի, այս ամեն ինչը որ անում են, Սերժիկի կադրերն են նաև, տեսեք, Լիպարիտ Դրմեյանը, որը Դրմեյան Մամիկոնի որդին է, նա արդեն թոշակի է գնաց է։ Ուրեմն սրանց հետ են շատ լավ աշխատում Հայաստանում, սրանց պասեր են տալիս, Սերժի ձեռքի տակ աշխատող Հայաստանում փաստաբաններ կոչված, Սիրանուշ Սահակյան են, որ միշտ հելում ազգայինագոր գրում, եւ Արտակ Զեյնալյան են մի ոտանին, որ բանի Արամ Քուրիկի թեմի խորտ Քուրիկ Արամ Սարգսյանի թիմից է եկել, որ հələ իր էշտեղով ինքը ԼԳՏՊ աղբորը սպանող հələ հասմա լեննական Ղայդին տղա Մարտունիկ բան, թե դու ինչ գիտես Ղայդին տղան ինչա կամ Մարտունիկ ինչ գիտի Սերժի հետ ռուսական պասպորտով Հայաստան կվյարկած։ Անցնենք այս բոլորը, տեսեք ինչ եմ ասում, հա դուք պատկերացրեք Այս ամբողջ վճռապետ դատանի անդամ արդեն գործից դուրս է եկել։ Դրմեյան Մամիկոնի տղեն է այս մեկը։ Պատկերացնեք Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշող եւ դրսում Եվրոդատարանում Հայաստանի Հանրապետության գործը քննեցնող, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին հիշում եք, չէ՞, ասել եմ որ Նիկոլ Փաշինյանը երկրագնդի միակ այլասերվածն է, ով որ լինելով Հայաստանի ղեկավար, Հայաստանի Հանրապետությանը դատի է տվել, այս Եղիշեն, Կարեն Անդրեասյան, Արա Շարզադյան, Արևիկ Ստեփանյան, Եղիշեն Կիրակոսյան էր, եթե չեմ սխալվում, Եղիշիկը Սիրանուշ Սահակյան, Արտակ Զեյնալյան, Դրմեյան Մամիկոնի որդին եւ Դրմեյան Լիպարիտը, որը նստած է Եվրոպայում։ Սրանք կոծկել են, ի՞նչ է նշանակում։ Եթե պահանջը անընդհատ Եվրոդատանը հարցում չի անում, դատանը որոշում է կայացնում ի օգուտ այդ դիմողի, մանավանդ որ Նիկոլն ա եղել սրանք է գործ առաջ են տալ, այսինքն Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված Եվրոդատանում միջազգային դատանի մարդիկ դեմ են դուրս եկել Հայաստանի Հանրապետությանը Հայաստանի քաղաքացիների գրպանից հանել են փող, Հայաստանին դատի են տվել, սևացրել են աշխարհի դեմը, Հայաստանի քաղաքացու փողը տվել են Չմո Նիկոլին։ Հասկանում եք սրանք ինչ հանցագործության տակ են բոլորը։ Ինֆորմացիան ասել են որտից է եկել, դե կաք այդքանով ասեք sense բան չկա, մենք այս գործարքների մեջ չենք։ Ուրեմն հիշեցնեմ բոլորիդ, Աստղիկ Ստեփանյանի, Արևիկ Ստեփանյան, ներողություն, Արևիկ Ստեփանյանի կոդը, հիմա ցույց տամ ոնց է, այս էլ ձեզ կոդը, ժողովուրդ ջան, ով Եվրոդատարանա դիմել, եւ տեսա, որ գոյություն ունի այսպիսի կոդ, սպասեք ցույց տամ, ԱՍՏ, Արևիկ, այսինքն Ստեփանյան, իր նամակի անկյունում, հիմա ցույց տամ, ԱՍՏ, ուրեմն իմացեք, որ վերջ ձեր գործը չի լինում, նայեք, հեսա մեծացնեմ, խնդրեմ, այսա, ԱՍՏ, պտի որ երևա դիմացնա, ԱՍՏ, ով տեսավ այս կոդը, իմացեք, որ դուք ներկայացնում եք Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ նման կենթանիների համար դուք ներկայացնում եք վտանգ
Եվ ձեր գործը չի լինելու Եվրոպա։ Էլ ժամերով չսպասեք, խափեն, այսօր կլինի, վաղը կլինի, մյուս օր կլինի, փաստաբանները կուտը տան, կուտը վերցնեն եւ այլն։ Հասկանալի է, ժողովուրդ ջան։ Սա է իրականությունը։ Չփորձեք հանգարց սայից հետո մտածել։ Այսպիսի հսկայական կոռուպցիոն սիստեմ, որը կառավարվում է Հայաստանի Հանրապետության բարձր իշխանության կողմից, որը ցույց է տալիս, թե իբր Եվրոդատանում արդար մարդիկ են նստած, իրականում Հայաստանի Հանրապետության գործերի 99.99%-ը չեղարկում են իրար հետ կիսվելով բնականաբար բարձր հովանավորությամբ հիշում եք ոնց էր գրվում այն ֆիլմերը որ հանում էին Նիկոլի կամ Սիրժիկի կամ Քոչանի կամ մյուսների իրենց կանանց կողմից ֆիլմը հանվել է բարձր հովանավորությամբ էս ինչի այ հիմա այս ամբողջ աշխատում են բարձր հովանավորությամբ Սիրժիկ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան եղբայրների կամ թայլանդական երկվորյակների կամ սիամական երկվորյակների Պարզա ես ինչ բանը փաստաթուղթ եմ տվել։ Նայեք բոլորդ կոդը հիշեք։ Վիդեոն կա կդնեք կնայեք կհամեմատեք։ Այսենց երկրում ենք մենք ապրում ժողովուրդ։ Այսենց երկիր են ստեղծել ու անընդհատ տալիս են։ Ես հենց այնպես չի բարբերաբար որ անդրադառնում եմ Հայաստանի թե տնտեսական թե քաղաքական ժամանակներին թե ամբողջ միջոցներին, ինչպես որ թե Արցախյան պատերազմի եւ այլն մյուս միջոցներին։ Հեսա այսօր միմիայն բացահայտումների օր Բերեք սկսենք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ֆինանսների փոխնախարար Անուշիկ Ավետյանը։ Անուշիկ Ավետյանը մինչև այդ եղել է падգամավորներից մեկի անունը մոռացել եմ Բեգյան էր, Բեգոյան էր, Բողյան էր, ինչ որ է դրա կինն է, ինչ որ մի հատ անկապ կա նախքին падգամավոր է եղել։ Տեսակ անունը կհիշեմ, մոռաց ազգանունը, ինչ որ մի հատ անտես, անհետաքրքիր, անդեմ, սերրիմիշ Դրա կինն է նշանակվել է մի անգամ Տիգրան Ավինյանի որպես առաջի փոխվարչապետ տեղակալ օգնական խորհրդական մի հատ էլ հիմա նշանակվել է փոխնախարար ով է Անուշիկ Ավետյանը Տիկին Անուշիկ Ավետյան ամենայն ես ոչ մի ձեր անձնականի հանդեպ բան չունեմ ես ասեմ ձեզ ինչ ունեմ շատ խորը ազգայինի հանդեպ նախ ձեզ որ արդեն նշանակում են երկու անգամ Նիկոլ Փաշինյանի պոստի դա արդեն հակազգային հարց է Երրորդը, բացեք, ես հիմա բացել եմ, հետևել եմ ձեր բոլոր փաստաթղթերին, ձեր մասին ինֆորմացիային, ձեզ շատ լավ ներկայացնում է, Չայխանա էջը, հիմա կասեք Չայխանան վրացական մեդիա է, բայց այնտեղ հոյակապ ներկայացում է ձեզ Բաքվի արվեստի մեջ եւ ադրբեջանական էջերը, հարց Բացեք խփեք Անուշիկ Ավետյան եւ տեսեք քանի ադրբեջանական եւ քանի թուրքերի ֆինանսավորող իբր վրացական, բայց Չայխանա, որը Վրաստանի հետ կապ չունեցող բանա, էջերեն, մեդիաներեն ձեզ գովազդում։ Հարց. Դուք ինչ կապ ունեք Բաքվի էջերում գովազդվելու հետ։ Եթե Ադրբեջանը Հայաստանի թշնամի է, իբր դուք եք այդպես ստուգում։ Դուք ինչ կապ ունեք Ադրբեջանի հետ։ Անուշիկ Ավետյան։ Խնդրեմ, բացահայտեք, ասեք, պատասխանեք։ Չէ, ուրեմն դուք ավելի խորը մտակ առանց այնե թուրքական թիմի մեջ եք, թուրքական չէ, քոչվոր ադրբեջանական բռնաբարված, հիմա դուք դուրս եք գալիս այդտեղ ծաղիկ հավաքելու։ Հարց եմ տալիս, որ ձեր լավ ծաղիկ հավաքելու համար են ձեզ այդ պոստերը տալիս եւ ձեր ամուսնան падգամավոր։ Իմիջիալոց աշկը սնկա վերեկվա Գյումրու են այդ падգամավոր կա Նիկոլ Փաշինյան, զարայ գնձմոտ, հելելես միկրոֆոնի դեմ։ Վայ Նիկոլ, խորնեթ հաս, դուրս չգաս, այն երեք մեկը գրել էր տակը, մի էլ այդ բառը ասա, որ ասում ես, էլ չեմ ասում, ասա տակ քնես, սառը զարթնես, Նիկոլ, չէ, Նիկոլը պետք է միշտ տակ քնի, տակ զարթնի, որ տանջանքները տեսնի։ Այդ գնձմոտ թարախովերեսներու մարդուն ոնց ես բերի, ոչ խելք ունի, ոչ մեկ պաշտոնի։ Դու ինադու ես անում սա։ Որ ազգը զզվի, այդ մարդուն նայեն արդեն թարախոտ դեմքին, այն որ խոսում էր Սարուխանյանից հետո, այն կալոր գլխով քառակուսի, դու ոնց ես դրան բերել պոստի, էկրանից տեսա, ախորժակս փակվա, մինչև այսօր հետ եմ տալիս, դու ոնց ես դրան պոստ տվել, հետը նստում, խոսում, ուտում, խմում, ծոցը քնում ես երևի։ Հետո էլ տատիկը ասում է մի ասա, բա այդ բառը, բա տատիկ ոնց չասեմ, որ ստամոքսայութը բանը լինի, կոմոտ էլ սրտխառնոց լինի, բա այդ ճիշտ է, որ ես սրտխառնոց եմ նայում, ձեզ լավն եմ մատուցում։ Բա, հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել։ Նիկոլ Փաշինյանը այսօր ասում է Հայաստանի բոլոր
բնականաբար, վարորդական իրավունքը էս այն մասնագիտականներ կեղծեն նույնիսկ կարա մեր մեջ լինի, ժողովուրդ ինչ ասում, որովհետև մեզ թեորետիկ ինքը ճիշտ ասում, բայց ինքը ներկայացնում է իրենց էլ, ինչի, որտեվ գնալու ժամանակի համար ինքը տեսեք, ինչպես ասաց Արտակ Սարգսյանը, Նիկոլը ճիշտ է խոսում, ինչ ասում է, այդ անում է։ Ասում է պետք է տամ տալիս է, ասում է վատն են պետք է անեն, բայց ուղղակի ես այլասերվածի իրավիճակը այնքան է, որ ինքը ուղղակի ասում է յուղերում դպրոց չկա, 70%-ում կրթություն չկա։ Այսօր ասեցին, որ Լիչկի եւ Տաշտունի Մեղրու համայնքի Լիչկի եւ Տաշտունի դպրոցները փակել են։ Ես որ ժամանակին մենք վերջում ծառայեցինք արդեն Լիչկում, տեղափոխեցին այդ զորամասը Լիչկ, Տաշտունն ու Լիչկի իրար հետ բավական բնակչություն ունեն, ասում են բան չի եղել, առաջի դասան չի եղել, փակում են։ Հարց եմ տալիս բոլորիդ, ովքեր ապրում են բանում Սյունիքում կամ Մեղրու եւ Տաշտունի կամ Մեղրի համայնքից ելած Նիկոլի այդ Ավանեսյանի Շլդոյին ջոդին ծաղիկ հավաքող ամեն կողմից մարմնի տատիկ ջան տես ուրիշ բան եմ ասում ծաղիկ հավաքեն մարմնի բոլոր մասերի վրա բանը իմ նախկին հրամանատարի աղջիկը հենց հիմա դրա մոտ գլխավոր խորհրդականը Մեղրուց ագարակից գլխավոր խորհրդականը ազգանունը մոռացա ինչ էր հրամանատարի սա տղեկից մեկը տակը կգրի շտաբի պետը մի խոսքով Մարիամիկը Բայց Մարիամիկ դու բանից ես Այդ գեղից եկար Երևան բռնին քեզ այդ կոլոտ 1.30 բոյի գետնից բարձր խաղան թռնեն վրեդ չեն հաշվի Եկար լկստվար ծաղիկ հավաքեցիր Ավանեսյանի հետ Մեղրում ձեր մոտ դրեցին ղեկավար բայց դու Մեղրու ներկայացուցիչն ես չես ասում Մարիամիկ այդքան ժամանակ է Լևոնինն էր ծաղիկ հավաքում այդ բիձուն այն ժամանակ քաղաքաբանի Մեղրի համայնքի բանն էր մամլոք հարտուղարներ բայց դու մի հատ չես ասում Մարիամիկ Այս ոնց եղավ որ Տաշտունն ու Լիչկը դպրոց չունեն, հա? Հարց եմ տալիս քեզ, մի օր չասեցիր ախրետիմ շրջանն է, էսի չեք անում։ Նիկոլի թիմի մեջ չես ասում այ մարդ Լիչկն ու Տաշտունը Մարս կենտրոնից հեռու են 30 թե 26 կիլոմետր ու լրիվ լեռի գլխին Լիչքն է, Լիչքում ամառն են ցուրտ է ժողովուրդ, Լիչքում աճում է միայն կարտոֆիլ, այդ բանջարա բոստանային ու սառը ձմեռվա խնձոր Ներքում Մեղրիում արդեն գիտեք, բոլորը կանաչ ու 2-3 անգամ բերք են հավաքում թզով ամեն ինչով։ Բա հարց չես տալիս Մարիամիկ, թե քեզ կարևոր էր Երևան գայր պսակվեր այդ 1.30 բոյոտ, այնքան որ ցույց տայր, հա? Էլի եմ կրկնում։ Ծատինյան Մարիամ, հիշեցի, Ծատինյանի աղջիկն ես։ Բայց Ծատինյան, բա դու չես ասում, արա ես իմ երկիրը ինչ եք անում։ Մարիամիկ, տես հələ քեզ շատ բան չեմ ասել։ Էլի եմ կրկնում, մի օր չես գնում, ասես արա Նիկոլ, Լևոն, ես քո հորս նկարը չեմ գցեի մեջ, մինչև հիմա էլ էջիդ վրա Լևոնի նկարն է, բայց դու Նիկոլի հետ ես, բնականաբար հետո Լևոնի թիմն է, ասում է Նիկոլը մերը չի։ Այստեղ ասես, ստի մաման ծաղկաման, տացիկ ջան քո խաթր, հատուկ ծաղկաման։ Հա, բա հիմի հարց եմ տալիս, Մարիամիկ, բա գնա ասա։ Լավ էլ ճանաչում ես ինձ, գնա ասա։ Գնա ասա, ախպեր, այս մեր երկու յուղը գտնվում է բարձրության վրա։ Լիչկի վերևից երևում է թուրքի դիրքերը նայում էր մեզ։ Տաշտուն էլի բարձրության վրա, այդքան մարդիկ են տվեն դեղից, ոնց եք փակում այդ դպրոցները։ Ասում անգրագետը դու ես եկել, ու տեսեք ասում ժողովուրդ մեզ էլ են ասելու, բա դու անգրագետ ես եկել, քեզ էլ են ասելու։ Ասում ես գնացես ճիշտ թողին պրավայի քնություն տամ, տրվին ինձ նվեր տվին ղրկեցին, ասեն գնա, քեզնից վախում ենք, իա լուրջ, բա դու խվեկալար։ Օրենքի խախտում, կնիկը քոնը չի, այսինքն քածը տա։ Նիկոլ, քոնը չի, քածիցը 4 երեխա ունես, պետական միջոցները քածիդ վրան ես ծախսում։ Դու քո բերանով ես ասել փաստաթղթով։ Քածը տա, դու պրավա ավտո ես քշե այսքան տարի, ու իբր քեզ ոչ Լևոնենք են բռնել, ոչ Սերժենք, ոչ էլ Քոչարյան ենք, բայց դու անօրինական քշել ես ու ոչ մեկ չի իմացել, այսօր բացահայտում ես։ Հետո վերջը ինչ ալնելու։ Էսի փախուստի գործողություն է, ժողովուրդ ջան, ես ասել եմ, բայց էլի եմ կրկնում, էլի եմ ասելու, Նիկոլ փախնելու համար ասել եմ, էլի եմ կրկնում բոլորի սրտին, ով որ դեբիլ է, ով որ Ռուսաստանում տղուպես մազերը խուզած ապրում է, ով որ Իրան դրել է հայրենասերի տեղ, բայց Մոսկվա ծաղիկը հավաքում բոլոր այլ ազգիներին բացի ռուսներից, ավելի փնտիներին, ուզբեկա, կիրգիզա, թուրքա կարող է, ասում են ինչես ասում Նիկոլը գնա։ Նիկոլ, դու կթողեն 20 հոգով գնաս, ասել եմ Ավինյանը մեջը չպետք լինի։
Էսել էս բացահայտումը։ Անցնենք վերջին բացահայտմանը, որը այնքան է գրել, որ արդեն զզվացրիք։ Ուրեմն Արտակ Սարգսյանը միշտ մտնում է տարբեր էջեր, ասենք որ կանչում են, որ հարստա բարձեն տեսնեն կուսակցությունները ինչ են անում, ինչով են շնչում։ Երեք ես նայեցի Գուրգեն Սիմոնյան Ժողովրդ ջան, տակը այնքան է գրել, մանավանդ կանեք։ Գուրգեն Սիմոնյանին միացեք, Գուրգեն Սիմոնյան։ Ոչ մի անգամ այս տղու մասին չեմ խոսել։ Հեն Արտակը գցել է, դրեք այդքան մասը նայեք։ Ես հիմա ինչ ասում եմ, ինձից չեմ որում։ Գուրգեն Սիմոնյանով եղեն խալով տղեն, որ պիջակին է հավանում, էլի տատիկներն են գնում, տատիկներ ժամանակը տենց տղա չեք տեսե, հիացել եք, որ պիջակով ա ու խալովա, ձեր համար հիշեցնում է Զորրոյին, թե հնդկական կինոյի Միթխուն Չակարաբորտին, որին եք նայում, թե բանը Սիրո ամրոցին, թե Ռաջ Կապուրին, ում եք նմանացրել, որ հիացած եք։ Մարդ, որը Սերժ Սարգսյանը երիտասարդական կուսակցությունից ելած։ Երիտասարդական կուսակցությունից ելած։ Մարդու մասին տվյալները ասելով ես մի քանի անգամ ձեն չեմ հանել, հիմա ասեմ։ Ուրեմն Գուրգեն Սիմոնյանը ասում է, որ ես ծառայել եմ Հայոց բանակում, որից հետո որ ինստիտուտ եմ ավարտել, լեյտենանտ եմ եղել, ծառայել է ինժեներական զորքեր, լեյտենանտ ա եղել, գնացել է հրանոթի հրամանատար։ Ու այսպիսի բառեր ես ասում դու Գուրգեն։ Նախ Սերժի թիմի հետի պարզ է, ես դες քանի հատ խոսք եմ իմ ասելու։ Սերժի թիմից գնացել է հրանոթի հրամանատար։ Արտակը հարց է տալիս, բայց դուք հրանոթի հրամանատար եղել եք, որ գնացել եք։ Ես ասում եմ, բախո զինվոր չէի էտալու։ Գուրգեն Սիմոնյան, եթե դու մի բանից չգիտես, Զապադլոեր քեզ կռվի ժամանակ լեյտենանտի զինվոր գնալ։ Գեներալ լեյտենանտ մարդը Արտակը եկել էր Հայաստան, խնդրում էր, որ թարգմանիչ գնա հասարակ զինվորի տեղ, որ խառնի արաբների խոսակցությունը, քանի որ տիրապետում է ոչ թե միայն արաբերենին, այլ բոլոր դիալեկտներին ու լեզուներին։ Բոլոր արաբական դիալեկտներին տիրապետում է իդեալական, որ խառնի ինֆորմացիան, որ այդ բայրակտար մնացածը չխփեն ժողովրդին։ Գեներալ լեյտենանտ, մինչև այսօր վրիցե չեն վեսնել, դու ընդամենը լեյտենանտ եւ լեյտենանտ ինչով ես ստացել փողով։ Փողով։ Դու չես ծառայել բանակ, դու ինստիտուտ ես ավարտել։ Բանակ ծառայելուց հետո քեզ լեյտենանտ պաշտոնապես գրանցել են որպես։ Դու ոնց ես չիմացած արտիլերիան գնում։ Վաղվանից կգնաս գինեկոլոգ կաշխատես։ Ոնց որ քո տվյալները գրել ես նկարիչ, Լոմոնոսով, Փիլիսոփա, ավարտել եմ վիճակագրականը, դառել եմ քաղաքագիտական ակադեմիայի քաղաքագետ, տնտեսագետ եւ այլն։ Այդ քաղաքագիտական ակադեմիան հազար եմ ասել, կփաթաթես Լենքին, կմտցնես Սիրժիկ Սարգսյանը, ով որ բացել է, եւ նրա դասախոս Շարմազան Օղլի, Արմեն Աշոտյան եւ մնացածի հետեւը այդ թվում նաեւ քոնը։ Ինչի։ Բացատրեմ, որտեվ քաղաքագիտական այդ անկիրթ վիճակից քեզ ոչինչ չեն սովորացրել, բացի գրվել։ Ես հիմա դիմում եմ հակակոռուպցիան կոմիտեին։ Մարդը ասում է, ինձ պահում են թոշակառուներ, իրանց թոշակը ստանում, բերում տասեն։ Ժողովուրդ ջան, ես էլ եմ անդրադարձել։ Ջհուդ ժիրիկը ասում է, մեզ թոշակառուները բերում թոշակ են տալիս։ Ես զարմանում եմ ու ինչի համար։ Հակակոռուպցիոն կամպանիա բռնել եք նախարարներին, բռնում եք, էս եք անում, ձև եք տալի հարկային։ Նախարարին թողեք այն օրվա անեկդոտաս, բան այ մարդ Զիդանին թողեք, Բենոյին բռնեք, Բենոյին։ Նախարարին թողեք, գնացեք, թոշակառուներին բռնեք։ Փաստորեն մեր երկրում ամենամեծ օլիգարխները թոշակառուներն են։ Բա թոշակառուները պահում են Ժիրոյին, կես միլիոնանոց տուն առնում մոնումենտում նորակառույց, 6 միլիոնանոց ռադիոտամոտ տուն են առել, հսկական շենք են առել, կողքի շենքը Ժիրոյենսն է, 35 տարի բոլորի Ժիրոն ցողունա մնացել, սա հետևները լեն, զղկտվում են այդ կուսակցությունով, թոշակառուները 38,500, ես պահանջում եմ, ազնվության Պիրոնյան թողում պահանջում եմ հակակոռուպցիոն կոմիտե, եթե դու իրական այսքան կաս, որտեվ քո վրա էլ է տարածվելու վաղը միսօր ազգի թշնամությունը, որ դու միշտ եղել ես ազգի թշնամի, սկսած են Իշխան Զաքարյանից, որը դոդով եկավ Սերժի հետևով մտավ, եկավ Նիկոլի հետևով, էլի մտավ դուրս եկավ, մինչև հիմա հակակոռուպցիոն կոմիտե, ստուդիա եք խնդրեմ, այս մարդու կուսակցությունը պահվում է թոշակառուների փողով։ Մարդը ասում է ու ոչ միայն սրա, Ժիրոյի բևը սևերը, Ժիրոյի սևերը կամ ուրիշ բան, մի երկու տառը լավ էլ։ Հա, հիմա տեսեք, կուսակցությունը պահում է, կուսակցության գրասենյակը գտնվում է կենտրոնում, ժողովուրդ ջան, կենտրոնում։ Գուրգեն Սիմոնյանը ժամը մեկ կոստյում է փոխում, որ դուրները գա։
բոլոր կառավարական եւ իբր ոչ կառավարական ալիքներով առաջի դեմ խոսում է։ Մարդը վիրավորում է, պատերազմին, բա քո նմաններն են ելնում, որ պատերազմը կործանվել են, չեք մենակ Նիկոլի վրա գցում։ Էլի եմ ասում, ես Նիկոլին թքեմ Նիկոլի վրա, բայց բերեք ճիշտ ասենք։ Ասում է, «Յարա կարող է զինվոր է, թե չի հասկանում, բայց որ լեյտենանտ տվե, պետք է գնա հրամանատար»։ Հիմա ես ավիացիայից ոչինչ չեմ հասկանում։ Բառացի ոչինչ չեմ հասկանում ժողովուրդ։ Հա, կարամ որպես զինվոր, որպես դեսանտագրոյեն ծառայես իմանամ, որ երբ որ ավիացիան գալիս է, ինչի պիտի դիմես, բայց որ հիմա ինձ նստացնեն ինքնաթիռի կամ ուղղաթիռի ռուլին, ոչ մի բան չեմ անելու։ Այն փուճուր երեխեքի պես բոլոր կնոպկեքը պիտի սխմեմ, քաշեմ, տեսնեմ, որն է օգնում բարձրանալ կամ իջնել կամ կգնամ գլուխս կուտեմ։ Բա որ դու չես ծառայ։ Դու ինժեներական սակրավոր ես ծառայ։ Դու ո՞նց ես հրանոթի հրամանատար։ Եվ հաջորդը, որը Արտակ Սարգսյանը չասեց, ես էլ եմ կրկնում։ Գուրգեն Սիմոնյան, դու եղել ես հրետանավոր, ստացել ես Նելսոն Ստեփանյանի շքանշան քո էջում ագրած։ Հարց եմ տալիս հիմա մեծատառով։ Դու հիմա ինչ ես, էլ եմ ասում, այն արջի պատմությունն է, դու որսորդ ես, թե ես իմ ինչ, որ 3 անգամ որսորդը գայս է, արջը բռնում, որսորդի հարցերը լուծում է, գեղական կարգով հետևից։ Բայց հիմա քո հարցն եմ տալի, դու Նելսոն Ստեփանյան շքանշան որդ ես քեզ, հրանոթով ես օդ խփել, թե ասում ես սակրավոր եմ եղել, այդ բոմբերը հանը շպրտել ես օդ, օդի մեջ տրաքել է, այդ ինչ ֆանտազիա, կամ ասում ես սակրավոր եմ եղել, ինչի հիմի բանը բոմբեր են տեղադրել 44 օրյայի ժամանակ ինչ-որ, կամ քո տեղադրած ականները ու հիմիկվա ականները տարբերություն չկա, դու ծառայել ես 6 թվին, 20 թվի ականները լրիվ ուրիշ հիմունքներով աշխատում։ Հասկանում ես, դու հարցերին պատասխանում ես մի մարդու մոտ, որ Աֆրիկայի բոլոր պատերազմներին եւ Ասիայի պատերազմներին ներկա եղել ու մասնակից։ Եվ դու հարցը տալիս ես իմ ծիծաղս գալիս է, որտեվ ես նայում եմ արտաքին ու զգում եմ ինքը ինչ ազգում։ Ես նայել եմ հաղորդումը, բոլորդ կարող եք նայել էջին։ Ինչ ազգում, ինքը հարց է տալիս, ոնց որ հիմա ինձ ասեն, դու ապաչ լեզուն գիտես, ասեմ հա, ասեն դե խոսա, ասեմ ախպեր, ինչ կա, լավ ես ապաչերներ։ Մոտարապես դու զինվորականությունից այդ կարգի կրթություն ունես։ Բայց դու ո՞նց ես հրամանատար գնացել, ինչի դու պատասխանատվություն չես ենթարկվել մինչև այժմ պատերազմը կործանելու մեջ։ Եվ գեղեցիկ կերպով Սերժ Նիկոլի հետ քեֆերով եկե հասել ես տեղ։ Հաջորդ հարցն եմ ասում, բա որ թոշակառուները այդքան փող ունեն։ Այդքան փող ունեն, թոշակառուների, բանի այդ պաշտպանության ասոցիացիա, բանի հասարակական կազմակերպության ղեկավար Արամը, որ եկել էր մեր կուսակցության բացմանը ելույթեր ունենում։ Արամ, վաղը մի հատ կճշտես, թոշակառուները, դե ինչքան փող եք ստանում, ինձ կուղարկես բոլորին, որտեղ մեծ մասի թղթերը ունես։ Այդ ով է փող ստանում ու ով է տանում եւ ինչքան է տալիս այդ օֆիսին։ Օֆիսը կենտրոնում մինիմումը արժի 1000-ից 1500 դոլար փող։ Ճիշտ է։ Ասենք աշխատողները ծրի, այնտեղ հոսանք է գնում, ընդունենք աշխատողները ծրի, էլի ասում են կամավոր են կեկի, հոսանք է գնում, տաքացում է գնում, ամեն ինչ գնում է։ Արցախցիները հենց ինձ ճղում են, թե ես 150,000 հոսանքի ու գազի փող եմ տալի, չգիտեմ որ պալատում էր ապրում։ Բա դու ոչ մի կոպեկ կենտրոնում հոսանքի փող բան չես տալիս, հարց։ Այս 2000 դոլար փողը մինիմում ամսական քեզ որտեղից։ Հարցեր։ Եվ վերջական հարցերը, հակակոռուպցիոնը, Արտակը հարց տվեց, որ ասենք դու ազգային, որ այդքան խոսում ես, ես ազգային եմ, SMN եմ, ես ինչ բառեր էի բերում այնտեղ Նիկոլի պես, Նիկոլը ինստիտուցիոնալը բերես, դու Մելիտոպոլիա, ես ինչ բառեր քեզնից օրինաց կարդացել ես մի հատ քաղաքագիտության լատինատար բառեր անընդհատ օգտագործում ես, որ խելացի երևաս։ Նամանավանդ հին են անեկդոտի պես նամանավանդ զիսկապեմ կամ այդ բառերը օգտագործելով։ Ասում է, եթե մարդը բացի ազգայինից, օրինակ եվրոպական բան, մարդը հարց է գալիս, ԼԳՏՊ եթե եղավ գործի կընդունես, մեծ կարևոր չի իր անձնական կյանքը։ Ես կընդունեմ, բե մի հարց ենք տալիս, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ձեր երեխային դասի ընդունում Գուրգեն Սիմոնյանը, օրիենտացիան փոխած ԼԳՏՊ կին կամ տղամարդ ուսուցիչ, որը արդեն երեխաներին նայում է այլ տեսանկյունից, որ մեկը տեք համաձայն, խնդրում եմ տակը գրեք։ Այդքան գրում եք Գուրգեն Սիմոնյան, վայ, Գուրգեն Սիմոնյան, պիջակը, կոստյումը, պրոթեզս հանում եմ, ակնոցս դնում եմ, պլյուսին 10 եմ տեսնում, իրան տեսնում եմ ուրիշ ֆիլմի մեջ, իրան տեսնում եմ Եկատերինայի ֆիլմի ձիու դերում, պատատիկներ, դուք է Եկատերինայի դերում։ Բա ասեք,
Բա հարց տվեք, դուք ուզես քո թոռը տատիկ գնա դասի կամ պատիկ, քո թոռը գնա դասի, որ ուսուցիչը լինի կամ լեսբի կամ լինի արբամոլ, հա? Դուք ձեր տղա երեխային կվստահեք կամ աղջիկ երեխային։ Հարց եմ տալիս ձեզ գրեք տակ, որ այդքան գրում էի գուրգեն, իմիջիալոց գուրգեն, գերմաներեն գիտես ամոթ ինչ նշանակում։ Ես սա ամենավին չեմ ուզում վիրավորել։ Գուրգեն գերմաներեն նշանակում է վարունգներ, մեկ վարունգը գրում է գուրգե։ Կարաս թարգմանիչով գրես, գուրգեն նշանակում է վարունգ։ Սա քո հետ կապ չունի, սա իրական դեմք է։ Այ մարդ սենց է խաբել ելնի ժողովրդին։ Պիջակը հագնում եք, օրական մի հատ կոստյում հագնում եք, ձև տված ձեզ լուրջ։ Երեկվա երեխեն ես այսօր սենց ձևերի մեջ բան, ես վարչապետ, սենց եք ուզում պետություն մտցնեք։ Ժիրոն սենց եք ուզում, թոշակառուի հաշվով եք ապրում։ Ինչի դուք այդքան ինքնասիրություն ունեք թոշակառուի թոշակ վերցնում եք։ Հա տենց լավն եք դուք։ Այսինքն ես կարամ ասեմ, հակակոռուպցիոն միամտություն մի ընդունեք, սա ձեզ ինֆորմացիա ընդունեք։ Չնայած դուք չկաք այդքան, այնքան բան եմ ասել, որ չեք արել, մի հատ էլ եմ ասում, որ ձեր երեսն է պարզվի, վաղը մի սոր որ իշխանությունը փոխվի, բոլորի դատական գործի կանչեք, ինչի չեք աշխատել, չասեք, մեզ այդպես բան չի աշխվել։ Ինչ են անում, սև փողերը հանում են Սիրժիկի, Նիկոլի, ես իմ դեղի, զենքի եւ այլն կեղտոտ գործերը, սև բիզնեսի, ես իմ դու ասա կանտրաբանդայի բերում տալիս են թոշակառուներին, թոշակառուն իր փողից փոխանցում է սրանց, բա գնացեք այդ թոշակառուի թոշակը փոխանցեք։ Թոշակառուն ինչով ապրում, թոշակով, չէ։ Եթե ինքը ավել եկամուտ ունի այդ թոշակը տասեք, ինչ անեք։ Էդ ինչ օլիգարխ թոշակառուներ են ձեզ փոխանցում։ Հա? Հələ մի հատ բերեք այդ թոշական ուրունների ցուցակը, մենք կստուգենք այդ թոշակառուն այդքան փող որտեղից է, թե չէ։ Հակակոռուպցիոն աշխատում ես, ինչի համար ես փող ստանում։ Ոչ մի բանի գնա ստուգի։ Գուրգեն Սիմոնյանի կուսակցություն, եթե ձերը չի բնականաբար ասել եմ, ձերն ու Նիկոլին ու Սիրժիկի տակինն է, եւ Ժիրիկը, որ ի սկզբանե դավաճան սևերը բևերել չի, ինքը չի կանգնում խոսում, ես եմ խոսում, արա բևերի դատվածների մասին։ Ժիրիկ այն օրը կանգնել էր հետևը ճղմասում է մենք ամեն ինչ քնենք, որ իրենց օգնենք, ասում էիր, ես իմ ինչ էր անուն են մի ձերեն, մի հատ դավաճան եք գտե բերե, ինչ որ Բիլյանին ինչ-որ բարեկամ փող եք տվել, ասում է Բիլյանը դավաճան է, մեր վրա գործ է տվել։ Հարց եմ տալիս, քեզ ու ուղիղ եմ տալիս։ Տղա ջան, դու հոդվածի տակ ես եթում։ Սխալ մատության համար ասում ես Բիլյանը մեզ գործ է տվել։ Լսի։ Ուրեմն լսի, երբ որ մարդը ձեզ գործ է տալիս, ես եթե ձեզ գործ տամ, խեմ ես ձեր վրա գործ տալիս, որ ես դուրս մնամ, ինչքան է սխալ ունեմ։ Դու նստես, չէ՞։ Բայց արդյունքում Բիլյանը նստած է, դուք դուրսն եք։ Հիմա գործ տվողը ձեզնից ով է։ Տղա, էլի եմ կրկնում, քեռու տղա ես ինչ ես, զգուշ եղի, քեռու ես, հոպար ես, ով ուզում ես եղի։ Բիլյանը նստած է բերդում։ Ինքը եթե ձեր վրա դոսիե գրեր, ուրեմն պետք է դուք նստած լինեք, բայց եթե դուք նստած չեք, ուրեմն դուք եք գրողը, սա բնական բան է բոլորի մոտ։ Նարկոմանների ո՞նց է պահում հատուկ ինֆորմացիա եւ տվող ինֆորմատորներ։ Քաղմասը, եթե չգիտեք, բացատրեմ, էշ ուղեղը մտնի։ Գնա ուղեղը այդ դեղերը, որ քաշում է Ժիրոյի տված։ Ես իմ այդ 2000 դրամով ես ծախվում, թե գնում տեցի կրուն ես կանգնում, տղա այդ սուտ խոսալու համար, որտեղ դու դրա համար դատվելու ես եթերում ասելու համար։ Ասում է, որ Բիլյան Արմենը մեր վրա գործ է տվել, իմ ու Ժիրոյի վրա, դրա համար ինքը դավաճան է, իմ Ժիրոյի մյուսների։ Տղա գործ տվող մարդը բերդում չի լինում։ Հենց այնպես գործ չեն տալի, չեն ասում, գիտեք ինչ կա, ես նստած եմ, բերեք մի հատ է գործ տամ, հոդվածս ավելացեք։ Ոչ, գործը տալիս են, բանի դիմաց, չէ, հենց այնպես ոչ չի, ախպեր, ես այս երկուսի անունը կասեմ, թիվս կրճատեք կամ հանեք։ Չէ, բայց արդյունքում դուք դուրսն եք, Բիլյանն ու Պավլիկը ներսն են։ Դու Ժիրոյի հետ դուրսն ես, նրանք ներսն են, դուք իջին նստած չեք։ Էլ եմ կրկնում, այսօր, այսօր էր, գցին, որ Նիկոլի Շարասյունը անցնելուց մի հատ քաղաքացու ասֆալտին են պարկացրել, իբր թե հայերելա, որը սուտ։ Այս իշխանությանը մնացել է հասարակ քաղաքացուն ասֆալտի պարկածները։ Գնացել եք արցախցիների մոտ վիպենդրեվայացիա էի կլում, ձեր բևեր-սևերը շարժում էիք անում, բայց իրականում ձեր դեմի երկու տառն է չկա, արաբախոսներ, հասկացաք ինչ են։ Խնդրում եմ, ոնց ուզում եք հասկացեք, սրանք էդ են։ Վերջի երկու տառը, Ժիրո դու էլ հասկացար, ջահաշ, հասկացար, չէ։ Բա հիմա դու, այսպես հելում եք, ասում եք թոշակառուները բերում կամավոր տալիս են։ Դու տենց նստել եք, եկա,
Այն Պապյանը լեն 170 տոննա եւ նման են բանվորի արձանը ինչ էր ձեր այդ թափոններ են սուտասան բժիշկ են Պուարոյի բեղերով լակոտի շարժվածքով նստել եք սուտ ինֆորմացիա եք տալիս KGB-ի ագենտներ, ջհուդի լամուկներ, Թուրքիա աշխատողներ։ Դուք եկել եք ասում եք, որ թոշակառուն տալիս է վերցնում եք, հա։ Էտա ձեր թասիբը, բա դուք ոնց եք երկրի համար պայքարելու, որ դուք թոշակառուն թոշակն եք ուտում հիմա։ Խնդրում եմ, բերեք մի հատ փաստ, թոշակառուներին բոլոր ենթարկեք մի հատ բան, այդ լյուստրացիան ո՞րն է։ Դերեք հաշիվները ստուգեք, որ թոշակառուի անունից է գալի, ու այդ թոշակառուն ինչ ունի հետ գծած։ Մի հատ էլ այդ թոշակառու միջոցները ստուգեք, բա այ էտա երկիրը եվրոպական ես ասում, ես պրոարմիայի հայկական եմ, բայց ճիշտ ուղղությունը եվրոպական եմ վերցնում։ Գուրգեն Սիմոնյան եւ Ժիրո կամ մյուսներ կամ այդ բեղերով Պուարոսկի անունը չգիտեմ ինչա դուք ոնց եք ապրում դուք գիշերը ոնց եք քնում դուք ձեր ընկերներին տարե բերդ եք գցել ասի Google քո հետ չեմ Գուրգեն քո հետ չեմ դուք ձեր ընկերներին տարե բերդ եք գցել վրեքը փող եք առել 35 տարի չաշխատող Էշի պես ապրում եք, ոնց եք դուք ապրում, դսի զոմբի մի քանի հատ մարդու է խապել եք ազգային եք, փողերը հավաքում եք, ինչ եք անում, մեռա հոտված ասելու, հիմա ասեմ կասեք, մենք արդեն ներառել ենք այդ հոտվածները կուսակցության, ասեք չասեք, ասել են միջազգային օրենքի 37 հոտվածը, դուք մյուս իբր հայկական հարցով զբաղվողներ, որ ազգերի լիգայի հոտվածը մակը իրավունք ունի ընդունի, մի օր ինչի այդ մասին չեք խոսում, Վիլսոն, արա այդ մարդու ոսկորները թողեք հանգստանա, հերիք ոսկորի վրա առևտուր անեք, դուք ոսկորի առևտուր եք անում, հասկանում եք, ոսկորի առևտուր, ձեր գործը կոչվում է դիակապտություն հայերեն, եթե չես հասկանում շիրիկ, ասեմ քեզ դիակապտություն դա նշանակում է նա, որ պատերազմի ժամանակ սկսում են բռնաբարել, թալանել, ատամները քաշել, մատները կտրել, ոսկին բերանից անել կամ ստամոքսից կամ մյուս բաներից մահացած մարդկանց։ Այսինքն մահացած դիակի բռնաբարություն, չէ՞ որ դա էլ է բռնաբարություն պարտադիր չի սեռական, մատն ես կտրում, ատամն ես քաշում եւ այլն։ Բա դուք մեռած մարդու ոսկորը թողած 37 հոտվածը ազգերի լիգայի եւ ՄԱԿ-ի թողած որ դիմեք այդքան գործանեք, ընկած դիակ եք բռնաբարում։ Կուսակցությունը տեստրեք D, B եւ R կարող է դրա տակ էտա նշանակում։ Ես ուրիշ բան չունեմ ասել։ Եվ նույնիսկ Գուրգեն Սիմոնյան առանցն է հիաստապությունը գերաստիճան էր։ Հենց մի արա, որ ավելի ուրիշ բաներ բացվի։ Նելսոն Մանդելա, Նելսոն ասում եմ Մանդելա աստված ջան։ Նելսոն Ստեփանյանի մեդալներ, հələ այնքան բացատրություն ունես։ Ինչ ես արել, հա? Ինչով ես ինքնաթիռ խփել։ Նախ Նելսոն Ստեփանյան պետք է տան ոչ թե ինքնաթիռ խփելու համար, այլ ինքնաթիռով գործողություն անելու համար։ Ասեմ ձեզ, ավիացիայով գործողություն անելու համար։ Ամենազինվոր, սպորտսմենկա, ստուդենտկա, կրասավիցը, ավարտել է փիլիսոփա, ավարտել է քաղաքագետ, նկարիչ, կարատեի չեմպիոն, զորավար, զորահրամանատար, մեդալներ, հա, Արտակ ասում է, ես քեզ զենքով նկար տեսա, դու 44 օրյային գնացել էիր նկարվելու, ասում է, չէ, ասում է, 100 օրյային էի գնացել ասա կռիվը պրծավ, Օմարի վրա մի հատ նկարվա։ Վայ աստված ջան, խնդրում եմ էլի, կռված տղեկ ջան, շատ եմ խնդրում ձեզ։ Ուրեմն պատերազմից հետո գնաց տղեկ ջան, խնդրում եմ ձեզ մասնակից, քանի զենքով նկար ունեք։ Ես ոչ մի։ 93-5 ծառայած տղեկ ջան, քանի զենքով նկար ունեք։ Խնդրում եմ։ Կամավոր գնացած տղեկ ջան, քանի զենքով նկար ունեք։ Ցուցամոլությունը լավ բան չես, կռիվը պրծել գնացի ավտոմատը ձեռսես, ադնո ասի նկարվեմ։ Բա որ նկարվում ես, ինչես գցում է, ջիփր դու կռվի մասնակից ես։ Գրված է, չէ, մասնակցել է պատերազմին, այդ նկարը դրած է, որպես փաստ, դու սակրավոր ես ավտոմատով թռնելով։ Բա դու այդ նկարը ինչի ես գցում։ Հմ? Եսի Միգիցյանի կենտրոնի նկարչիստ, ժուրնալիստ, եսի ինչ, կարատեիստ, սևգոտիիստ, այ մարդ, եսի ինչ շարաններ եք սարքեմ եք այդ մեկից, հələ չեմ անդրադառնում եմ մյուսին, ով կարող է ասել, որ սարեց ճիշտներ ձյավոր,
Մեջքին դրոշկար ահավոր, չեմ ասում հələ թող մնա էդի վերջում, էլի կթողենք սենց վիշենկան, ու խնդրում եմ, մի հատ էլ տակը գրեցիք, միացեք սրան, միացեք նրան, տացիկներ եւ պացիկներ։ Մենք ոչ մեկին չենք միանում, ուզում են, թող գան, մեղան չեն իրանց արածների համար, շարքի վերջում կթողենք կանգնեն թե չէ, դա հարցի մյուս մասն է, մենք կորոշենք, որտեղ ոնց նայեմ մենք այս երկրում մեկը մեկից ծախված Սերժի երիտասարդական թևի երկու ղեկավար, մեկը Սուրեն Սարգսյանը, ինչա, մյուսը մեկը, այն ջահել տղեն, որ իբր գնացել էր, դու ասա, բգոյի հետ, հետո ձև տվին իբր կորավ եւ այլն, Սերժի հատ 700 հատ կուսակցություն դրեց Նիկոլետ փագեց, արցախցիներին հայոյել, վիրավորել եւ այլն, հիմա սա։ Հարգելիներս, այսօր միայն բացահայտման էջ էր, չգիտեմ ում ինչքանով դուր եկավ, բայց ես կարևոր եմ համարում բացահայտելը, որովհետև մարդ, որ իր մասին խոսում է, ինքը պետք է խոսա ճիշտ, որ ազգին կառավարի ու կարողանա որևէ բան ստանալ։ Եթե դու հարց ես դրել, որ ազգի մեջ ունենաս քո տեղը, դու պարտավոր ես, դու այդ խելքով է վարչապետ ես ուզում, Google, հա? Այդ խելքով են քեզ Գուրգեն վարչապետ բերում։ Հա? Նիկոլի Բառապաշարով ասեմ, Կյուրիկյան ես ուզում դառնաս։ Մին Կյուրիկյան տեսանք ինչ արեց Հայաստանի մասը, ոնց վերջում իր սերունդը ծախեց։ Հիմա պատերազմի մեղքը քո վրա չի։ Դու գնացել ես անկիրթ, գնացել ես հրամանատար։ Ժողովուրդ ջան, այսօրվա դրությամբ ես, որ ասել եմ, միշտ էլ ասել եմ ու ասում եմ իմ ընկերները գիտեն բոլոր տղեկը, իմ տղան, մյուս բոլորի տղեկը ովքեր ծառայել են, ես ասել եմ, իմ համար պետք եղավ կգնամ զինվորի համար ճաշնե կեպեմ, պատրոննե կվազացնեմ տարիքից, տո շորերնե կլվամ, իմ տղեկն եմ, բա իմ զինվորը պետք է լավ զգա։ Ես կանեմ, իմ երեխեքն են, ճաշը կեպեմ, զինվորը կվազացնեմ, շորեր կլվամ, բա իմ զինվորն է, արա, բա ես ոնց այդ տղը կարող է, գիտես մենք լեյտենանտ տղա ենք, պետք է գնանք զինվոր աշխատենք, ինչի այդքան կաս դու։ Բա հիմի որ ասեմ, հենց հիմա իմ հետի ծառայողները, եթե մի հատ սխալ խոսք եմ ասում, հետից ծառայող տղեկ տակը գրեք։ Զինվոր տեղով կրթության մակարդակի համար ու զորամասի պակասի համար զամպալիտ բատալյոն եմ եղել ես։ Նեշտատնի, որովհետև կրթությունս համատեղում էր։ Հիմա ես կանգնեմ ասեմ ինձ պատպալկովնիկի դորսնեսցա, թեկուզ այս տարիքիս է չէ, սա այս թեկուզ մի 10 տարի առաջ լիներ կռվը կամ 20 կամ 30, ես էլ 20 քանի 30 տարեկան, արա ախպեր, ես պատպալկովնիկի դորսնես ծնողի կարող է գնամ զինվոր։ Այո, պատերազմի ժամանակ գեներալն էլ է զինվոր, ինչ ասեմ, գերագույն հրամանատարն էլ է զինվոր, այս հոգեբանությամբ եք եղել, որ Սերժը ծարտենգելուց եղեր, Գարդոնը դնում էր, որ հողը հայրենի ոտին չկպնի, թուրքի վիժվածքը, որի շարունակությունը դուք եք անում, այդ բոլորդ պատասխան եք տալու։ Հասկացաք, այսքանով էլ ավարտում եմ։ Աստված թող արժանին պատժի հայ ազգին, ներքին ու արտաքին թշնամուն։ Ես համաձայն եմ, որ ներքինին 100 միլիոն անգամ ավելի դաշնամ, որտեղ սրանք տականք են, ներսից են, ձև տված են, դերասան են, թաքուն խփող են, դավաճան են, պոշ չիմացող գործին նստած են, ոնց որ այսօր Նիկոլն էլ է իր վրա վերցնում։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Վանանդում, Կարինում, Կիլիկիայում, Սասունում, Բաբերդում, Անգորայում եւ Պոլսում։ Հարգելիներս մի բան ասեմ, արցախցիների հետևից գնացիք, գոռացիք։ Ուր եք, փսկակ արդեն, ժիրիկ միրիկներ, ուր եք, բգոմգոներ, ուր եք։ Ինչի այդ մարդկանց այտենց հանեցիք, գցեցիք քուչենու էլի քաշվակ, ասել եմ, չէ։ Դուք լակմուսի թուղթն եք, ազգայինը տեսնում եք, ով է մեջները բռնեք եւ այլն հանեք։ Մյուս մասային ասեմ, դոգի համար պայքարողներ, դոգ, ուր եք, տեսակ, ես զնգնում է, դանակավորը շատանում է, տեսեք դուք ինչ կատեգորիայի մարդիկ եք, հետո էլ գորում եք դոգ վարչապետ, ամեն էջստակ 400 հոգի գրում եք, 15 օրա 0, ու բոլոր իր էջերում 0, բոլոր դուրս եք եք։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, ցանկացած բացահայտում ունի իր տեղը։ Էլի եմ կրկնում, դիմում եմ ես լրիվ լուր Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին, ստուգեք այս կուսակցության եկող միջոցները, թոշակառուներին եւ նրանց եկամուտները, Գուրգենի կուսակցության եւ Ժիրոյենց Սևեր կուսակցության։
Ստեսություն ձեզ։ Մի բան էլ ավելացնեմ, հարգելի հետևորդներ, մոռացա կներեք, էլի ստեսություն կասեմ, կարևոր մասերը ասել եմ։ Գուրգեն Սիմոնյան, քո եթերում դու կանչել են քեզ հյուր հարցազրույցի, դու քո վիդեոն փակ ես խոսում։ Ինչ անշանակում վիդեոն փակ խոսալ։ Առաջինը, դա անհարգալից վերաբերմունք է դիմացինի հանդեպ, երբ որ դիմացինը քո հետ վիդեոն բաց է խոսում, այսինքն քո հետ մարդկային, իսկ դու վիդեոն փակ ես խոսում։ Ես մի բան կարամ ասեմ։ Բացի անհարգալի վերաբերմունքից, կողքդ նստած են խորհրդականները Սերժանիկոլական ու քեզ բոլոր հարցերին խորհուրդ են տալիս հանցա։ Հասկացա, դա է նշանակում։ Ուրիշ դու տարբերակ չունես, իսկ եթե փորձում ես արհամարական վերաբերվել, սա արդեն հարցի մյուս մասն է, որը դա անկրթության նշան է, առաջի հանդիպումից։ Եղավ։ Եվ երկրորդ հարցը, ասում են արցախցիների հարցով Արտակ Սարգսյանը հարց տվեց, մա ինչ ես մտածում, ասում է թող Ադրբեջանի կազմում գնան ապրեն, ամեն ինչը լինի։ Գուրգեն, դու կրվել ես ադրբեջանցու դեմ, հերոս ես դարել, մեդալներով, հրամանատար, թե ուրիշ տար, ավտոմատով խփել ես, ես իմ ծառին գնաց է նկարվել եկել ես ասե, ու դու պատերազմը տեսնող մարդ, ասում ես թող Ադրբեջանը տարածքը տա, թող տա արցախցիներ գնան իրանց տնտեսությունը վարեն ապրեն։ Դու հավատում ես, որ հայը կգնա այդքան սպանությունից հետո Թուրքի մոտ ապրի, կամ այդքան թշնամություն, որ հայ ազգին թուրքն արե դարերով, այս քոչորն է, հայը պետք է գնա անդե ապրի ես քեզ։ Բանը դու լրիվ պրոյեկտ ես Նիկոլի։ Ուրիշ բառեր հələ չեմ ասում, մի օր կասեմ շատ ավելի կոպիտ քեզ։ Տղա ջան, ԼԳՏՊ սիրում ես, հայրին ղրգում ես Թուրքի հետ ապրելու, դեմքը չես բացում, կողքիդ նստած խորհրդականին չես, Սիրժիկի երիտասարդական կուսակցության թևերի անդամ, ղեկավար անդամ, նկարչի սուտ խերոս, չստացած լեյտենանտ փողով, Սակրավորից հրետանավորից Նելսոն Ստեփանյան մեդալակիր։ Դու ո՞րն ես, վարչապետ։ Ո՞րն ես դու, ժողովուրդ ջան, նայեք, համեմատեք։ Արտակ Սարգսյանի ելույթն է գծածա։ Եթե որևէ մի բառ ավել եմ ասում, գրեք տակը։ Այ հիմա ստեսություն ձեզ։